Հիմա մի հարց է ասունանում, որը կարող է այդ հարաբերությունների վրա կամ ստվեր գցել, կամ հակառակը հաստատել ձեր ասածը, դա հայկական երկաթուղիներն են, ռուսական կոնցեսիայով։ Կա ռիսկեր այստեղ։ Այստեղ իմ գնահատմամբ ռիսկերն այլ են, թե ինչու է ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը այս հարցը բերել օրակարգ։ Անկամ Ռուսաստանի հետ Դե մեր երկաթուղին կա, այսինքն երկաթուղին կա եւ ռուսները կարծես թե տեսեք ինչ հետաքրքիր բան էր։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմել են ռուսներին, որ վերականգնեն Երասխի ուղղությամբ այդ հատվածը եւ Գյումրի-Կարս ուղղությամբ հատվածը։ Եվ ռուսները շատ արագ արձագանքեցին, որ իրենք պատրաստ են վերականգնել եւ նույնիսկ հայտարարեցին, որ սկսել են սուբստանտիվ քննարկումներ այդ թեմայով, այսինքն առարկայորեն քննարկում են։ Եվ անկարծ դրանից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանը դնում է այդ հավատարմագրային կառավարման իրավունքը վերանայելու հարց։ Այստեղ առաջանում է պարզ տրամաբանական հարցադրում. ինչպես կարող են ռուսները վերականգնել երկաթուղին, այդ հատվածները, եթե դու խոսում ես, որ նրանց չպետք է պատկանի իրավունքը, այդ դեպքում որն է ռուսների շահը վերականգնել այդ երկաթուղին։ Եվ դրա համար այստեղ տարօրինակությունները շատ են, թե ինչու Նիկոլ Փաշինյանը բերեց օրակարգ այդ հարցը։ Ես այստեղ ունեմ իմ մեկնաբանությունը եւ իմ կարծիքով եկան նաեւ ղազախները Այստեղ ունեմ իմ մեկնաբանությունը, որ ըստ իս Նիկոլ Փաշինյանի մոտիվը պայմանավորված է Ադրբեջանի օրակարգով եւ Ադրբեջանի պահանջներով։ Դրանք չեն բարձրաձայնվում պաշտոնապես հրապարակավ, ես չեմ բացառում որ ոչ հրապարակավ անգամ պաշտոնապես դրվում են Հայաստանի առաջ, դա Ադրբեջանի այսպես կոչված իրավունքն է Մեղրու երկաթուղու նկատմամբ, եւ Ադրբեջանը արդեն 2-3 անգամ տարբեր մակարդակներով, թե փորձագետների ընդհուպ Երևանում եկել էին ինչ-որ քննարկումների, եւ թե նախկին արտգործնախարարների մակարդակով Զուլֆուղարով, Մամեդյարով ամիսների տարբերությամբ բարձրաձայնեց, որ Ադրբեջանը ունի Մեղրու երկաթուղու հանդեպ իրավունք։ Եվ դա գալիս է իբրև թե Խորհրդային Միությունից։ Ես կարծում եմ, այստեղ Երևանը փորձում է Ղազախստանին ներգրավելով Ադրբեջանի համար ստանալ ընդունելի իրավիճակ, որովհետև իսկապես առաջանում է այդ հարցը, եթե Մեղրում պետք է երկաթուղային այդ հատվածը կառուցվի, ով է կառավարելու։ Ռուսները այստեղ շատ տրամաբանական ասում են, որ եթե Հայաստանի երկաթուղին իրենք են կառավարում, հավատարմագրային իրավունքը կառավարման իրենցն է, ուրեմն այդ հատվածն էլ պետք է իրենք կառավարեն։ Չես կարող ասել, որ դա Հայաստանի երկաթուղուց դուրս է։ Բայց Ադրբեջանն էլ ներկայացնում է իր հավակնությունը։ Այստեղ կա նաև Միացյալ Նահանգները, որը իհարկե այսպես վերևից սակարկելու է մասնակցությանը Միացյալ Նահանգները, Ադրբեջանը։ Ես կարծում եմ Ադրբեջանը դեմ է, որպեսզի այդ երկաթուղին լինի ռուսական կառավարման ներքո։ Դրան դեմ կլինի նաև Հայաստանն ու Ադրբեջանը հիմա դրան դեմ կլինի կարծում եմ նաև Թուրքիան։ Եվ ես կարծում եմ նաև, որ Հայաստանի երկաթուղու ռուսական հավատարմագրային կառավարմանը դեմ կլինի նաև Եվրամիությունը։ Եվ ասեմ թե ինչու, որովհետև Եվրամիությունը միջին միջանցքի առանցքային շահառու է։ Թրամփի ուղու տարբերակով իրենք գոնե այս պահին զիջել են ամերիկացիներին։ Այդտեղ տանուլ են տվել, թեպետ ես կարծում եմ ռևանշի փորձեր անընդհատ անելու են ներգրավելու իմաստով։ Մնացյալ հատվածը Հայաստանի երկաթուղային լոգիստիկան տնօրինում է Ռուսաստանը, եւ Եվրամիությունը այդ պարագայում ամբողջապես դուրս է մնում այդ միջին միջանցքից։ Վրաստանի հետ հարաբերությունը մենք հասկանում ենք։ Մինչդեռ Եվրամիության հանձնաժողովի նախագահը դեռ 25 թվականի ապրիլին հայտարարում էր, որ չափազանց կարևոր է միջին միջանցքը եւ այդ թվում հատկապես Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղին։ Եվ հիմա Հայաստանից Ադրբեջանի եւ Թուրքիայի պարագայում հասկանալի է, որ այնտեղ չկան, այնտեղ չեն կարող խաղացող լինել, Հայաստանում է միակ հույսը եւ Հայաստանից կարող են դուրս մնալ։ Ահա այստեղ է, որ կարծում եմ Նիկոլ Փաշինյանը փորձում է երկաթուղու հարցը բերելով օրակարգ, իմ գնահատմամբ այդուհանդերձ մանևրել եւ ոչ թե ինչ-որ լուծում գտնել, որովհետեւ լուծումը հասկանալի է բարդ է, բայց մանևրել մի կողմից Եվրամիության այդ հավակնությունների հարցում, մյուս կողմից նաեւ կրկնեմ Մեղրու երկաթուղու նկատմամբ Ադրբեջանի այդ հավակնությունների հարցում։